Ճանապարհը մարդկաց մեծացնում է, ճանապարհը մարդկաց բաժանում է, ճանապարհը մարդկաց ուրախություն է բերում, տխրություն ճանապարհը։ Կյանք ճանապարհը։ Ճանապարհը ինքը կյանք է, շնչում է։ Մենք ճամփա ենք բռնել դեպի Սյունիք նկարահանումներին, եւ անկեղծ ասած դեռ չգիտեինք, թե ինչ է լինելու։ Մենք երկու հերոս ունեինք։ Գորիսում շատ հայտնի Մարտ Մականունով Սեյրանը, նա զինագործ է, Արցախյան պատերազմի մասնակից։ Մյուսը Պարսկայի Շահենն է, նա Գորիս է տեղափոխվել Բեռլինից։ Շահենն էլ շատ բան է արել պատերազմի ժամանակ, ու նաև 88-ի երկրաշարժից հետո։ Նրա գեղեցիկ հյուրանոցը գտնվում է Սեյրանի տան դիմաց։ Կհանդիպենք արդյոք նոր մարդկանց ևս։ Տեղ կգտնեն նրանք մեր ֆիլմում, դեռ հայտնի չէր։ Իմ անհատական կյանքը Արցախի ազատագրական եւ Հայաստանի անկախության համար իմ գործունեությունը եղել է զինագործությունը։ Առաջին միտինգը 88 թվականի, որ եղավ սովորական աշխատանք էի գնում։ Ու տարօրինակ էր ինձ համար, չգիտեի, որ Արցախ են պահանջում, կռիվ է լինելու սա։ Մենք անզեն ենք, զենք չունենք, պետք է զենք սարքենք։ Ոչ մեկս էլ ուսում չուներ զինագործությունից, թե ինձ Աստծու կողմից տված էր այդ տաղանդը։ Գնացինք զավոդ, մեզ համար շատ դժվար էր այդ ժամանակ, պակ գոյություն ուներ, հիմա էլ գոյություն ունի, բայց այն ժամանակ ոնց թե գնաց պետական գործարանում, կանգնես թե զենք ես արտադրում։ Ստեղծվեց պաշտպանության շտաբ, արդեն գործը հասավ նրան, որ արդեն վերջը սրա կռիվ է։